Հասարակական տրանսպորտում գրպանահատության դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ, սակայն դրանք նաև արագ բացահայտվում են շնորհիվ ավտոբուսներում տեղադրված տեսախցիկներին։ Այսօր մայրաքաղաքի ավտոբուսների զգալի մասը կահավորված է տեսահսկման համակարգերով։ Երևանի ավտոբուս ընկերությունում վստահեցնում են, համակարգը ոչ միայն գործում է, այլ նաև ակտիվորեն կիրառվում է իրավապահների հետ համագործակցության շրջանակում։ Երթուղի դուրս եկող ժանգտոնգ մագնիշի տրանսպորտային միջոցների մեջ ունենք 7 տեսախցիկ, մանմագնիշի տրանսպորտային միջոցների մեջ 6 տեսախցիկ, տեսախցիկները ասելով, մեջը տեսախցիկները ասելով նաև ներառում եմ առջևի եւ հետևի տեսախցիկները։ Երևան ավտոբուս ընկերությունից նշում են, տեսագրություններն օգտագործվում են իրավապահների հետ համագործակցության շրջանակում։ Մենք հասել ենք մի կետի, որ եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության եւ քննչական կոմիտեի համապատասխան գրությունների մեզ հասնելու պահից ի վեր աշխատանք է տարվում տվյալ ժամանակահատվածի, եթե գրպանահատություն է եղել եւ կամ այլ դեպքեր, կարճ ժամանակահատվածում ամեն դեպքում համապատասխան հատվածը տեսախցիկների կտրվում է եւ տրվում ներքին գործերի նախարարության կամ քննչական կոմիտեի մեր գործընկերներին։ Ավտոբուսներում իրականացվում է նաև մշտադիտարկում։ Տեսահսկման օպերատորներն աշխատում են հերթափոխով առավոտից մինչև ուշ գիշեր։ Երևանի ավտոբուս ՓԲ-ում ներկայումս աշխատում են տեսահսկման օպերատորներ, որոնք ի տարբերություն համայնքային եւ կամ պետական մյուս աշխատողների 9-ից 18:00 գրաֆիկով չեն աշխատում, առավոտ շուտ իրենց աշխատանքը սկսում են իհարկե հերթափոխով, մինչև վերջին տրանսպորտային միջոցը կհասնի իր հավաքակայան, այսինքն մինչև ուշ գիշեր, ամսաթվով երբեմն ստացվում է անգամ շատ հաճախ ստացվում է հաջորդ օրը, եւ մեր անվտանգության մասնագետները, այս դեպքում օպերատորները on-line ռեժիմով դիտարկումներ անում են հենց ավտոբուսների մեջ։ Չնայած վերահսկողության ուժեղացմանը, ոստիկանությունից փաստում են, որ գրպանահատության դեպքերը շարունակում են աճել։ 2024 թվականին ունենք կատարված 905 դեպք, որից 887-ը կատարվել է Երևան քաղաքում, 18-ը մարզերում։ 2025 թվականին ունենք 1099 դեպք, որից 1086-ը կատարված Երևան քաղաքում, 13-ը մարզերում։ Այսինքն ունենք դեպքերի աճ 194-ով կամ 21.4%-ով։ Հովհաննիսյանի խոսքով հանցագործություն կատարողները նույն անձինք են կամ նույն խմբերը։ Ըստ մեր զրուցակցի, գրպանահատության 13 դեպք կատարվել է կանանց կողմից, որոնցից մեկն օտարազգի։ Այս տարվա առաջին ամիսներին նույնպես աճ է արձանագրվել։ 2026 թվականի մասով ունենք հունվարի 1-ից մարտի 11-ը դրությամբ ընկած ժամանակահատվածով տվյալներ, կատարվել է 260 դեպք, 2025 թվականի նույն ժամանակահատվածում 168 դեպք, դրանցից բացահայտվել է 41-ը։ Այս դեպքերով էլ ունենք էլի մեկ դեպքով կնոջ կողմից կատարված։ Ոստիկանությունում նշում են, նման հանցագործությունները հաճախ կատարվում են մարդաշատ ժամերին եւ հիմնականում նույն երթուղիներում։ Հիմնականում կատարվում են առավոտյան ժամերից մինչև 20:00 ընկած ժամանակահատվածում քաղաքացիների մեծ շարժով պայմանավորված։ Մասնագետների խոսքով գրպանահատությունները հաճախ հնարավոր են դառնում հենց քաղաքացիների անուշադրության պատճառով։ Ըստ Հովհաննիսյանի, քաղաքացիները հիմնականում լինում են ականջակալներով, հեռախոսները դնում են տաբատի հետևի գրպաններում կամ ուսապարկերում բաց գրպաններով։ Գողությունները հիմնականում կատարվում են հենց այդ պայմաններում օգտվելով քաղաքացիների անուշադրությունից։ Ոստիկանությունը նաև հիշեցնում է, գողության դեպքում պարտադիր պետք է դիմել իրավապահներին, քանի որ առանց դրա դժվար է հանցագործության դեմ պայքարը։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։